Նիկոլ Փաշա, չէ վախենաս, եսի Աստծու հաղթանակն է, եսի Դավաճան հայերի հաղթանակը չի։ Դավաճան հայեր, պամադա կողծեք, պամադա, որ ձեր կնանիքի մրթները մի քիչ պամադով ներկեք, դուք էլ ձթի նման իրար կամակ հալվելով չխլծակ, աղ, թութը կեմ ձեր վրի։ Սիրելի հայրենասերներ, աշխարհով փռված իմ հայրենասերներ, ես հեռուստաալիքը նայում եմ եւ հետեւողական եմ աշխարհով մեկ հայության, աշխարհի հայեր, շնորհակալ եմ, ես հայրենասեր կռվող կին, ես շնորհակալ եմ աշխարհի հայրենասերներից, շնորհակալ եմ Նիկոլ Փաշա, քո ղեկավարած երկրից, որ մի տարում դու կարողացար այսքան Դավաճան հայի Ալիևների ղեկավարած երկրում կշտացած զինվոր պահեիր եւ կռվեիր այսքան թշնամու դեմ։ Շնորհակալ եմ, չեմ ասի, որ սուրբն եմ գնացել, ամենափրկիչ չի, թող մանկազորությունն եմ կանչել, թող քո ընտանիքին քաջ առողջությունը լի, աշխարհի բոլոր հայերին, այսօր ես վանքի մեջ մոմեր եմ բարել, հայրենասեր մարդկանց համար, ես շնորհակալ եմ հայրենասերներ, եւ կռվող կին եմ, եւ ունեմ զինվորներ, եւ ունեմ կամավորներ, ես շնորհակալ եմ աշխարհով մեկ հայության, որ հայրենասեր կռվան հայրենիքի դեմ, Դավաճան հայեր, դու ձեր խղճի պատասխանը կտաք, էսի Նիկոլ Փաշա, ոսկե արևն է, եթե արևը բռնովին է, Դավաճան հայեր, դուք կբռնեիք, դուք աշխատեք, փիլական սարքեք, որ ելնեք արևը լուսնակը աստղը բռնեք, էսի Աստծու հաղթանակն է, ձերը չէ, ձթի նման մտերեք իրար կամակ, հալվելով վրա չեք վերջանում, ամոթ ձեզի, հազար ամոթ, որ մոր մանկան տուն եք քանդե, անմեղ շինություններ եք քանդե, օբյեկտներ եք քանդե, ես հացթուխ եմ, հացթուխի օրհնանքը առաստված է, արևը ձերը չի, ոչ է լուսնակը Ալիև, Օբամա ես ինչ ես, ես չգիտեմ, Դավաճան էր, էսի ձերը չի, էսի Աստծու հաղթանակն է, մենք հաղթելու ենք Աստծու շնորհքով, Աստծու օրհնանքով, իմ օրհնանքը հարաստված լի, իմ հայրենասերներ աշխարհով փռված, իմ քարտ զինվոր, արևը զարկել է Արցախի, Ղարաբաղ սարին, քարտ զինվոր, մատաղել եմ քո բազուկ ուժին, իմ քարտ զինվոր, քո բազուկ ուժը թալիսմանի նման, խաղ երկրում կլինի, դու լավ պահեցիք մեր սահման, Աստված ձեզի պահապան։ Ինչի համար, որովհետև Արևելյան Հայաստանի Հանրապետության իշխանությունը Արևմտյան Հայաստանը պատկերացնում է Արագածոտնի մարզի որոշ գյուղեր, բայց Արևմտյան Հայաստանը Մասիսից այն կողմը, ես Ալաշկերտցու թոռ եմ, Խաստուրցու թոռ եմ, ես ժառանգորդ եմ եւ այդ արյան կանչն է ինձ ստիպում, որ մնամ հայ, մաքուր հայ ու պահանջեմ իմ պապերի, մեր պապերի ապրած տարածքը, հողը, որը որ պատկանում է դեռ Տիգրան Մեծի օրոք պատկանում էր Հայաստան, մեծ հայքեր, եթե կնկատեք, մենք կրում ենք մինչ այսօր մեծ հայքի տարբերանշանը։ Դուք մեջբերեցիք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, երբ ասում է ես Արևմտյան Հայաստան ասելով պատկերացնում եմ Շիրակի մարզի գյուղերը, Արագածոտնի մարզի գյուղերը, նաև ասում էր, որ եթե մենք շարունակենք խոսել Արարատ լեռան մասին, մեզ զենք չեն տա։ Ես այդպիսի հեքիաթներին չեմ հավատում, չեմ լսել անձամբ իր շուրթերից, բայց լսել եմ, որ իշխանության տպավորությունը Արևմտյան Հայաստանը Արևելյան Հայաստանն է, բայց այդպես չի։ Ինչ
Ինչ նկատի ունի, երբ ասում է իրական Հայաստան եւ պատմական Հայաստան, եւ ինչու է նման զուգահեռներ անցկացնում։ Պատմական Հայաստան չկա, կա Հայաստան, կա մեծ հայք եւ վերջ։ Հայի համար չպիտի լինի պատմական Հայաստան։ Հայի համար պիտի լինի հայք, հայոց աշխարհ։ Ինչու են, որ ես անձամբ երբ ինչ որ մի տեղ գնալուց, մի հարգանքի տուրք մատուցելուց ես ծառայում եմ իմ հայ ազգին, իսկ հայ ազգը մեծ հասկացողություն է, ես չգիտեմ ում համար ինչ է, բայց ինձ համար մեծ հասկացողություն է ու պատիվ է։ Ձեր կարծիքով հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացում ինչու չկա այսօրվա իշխանության եւ Թուրքիայի օրակարգում, բանակցությունների սեղանին։ Ճիշտ ասած չգիտեմ, այս իշխանությունը մեր Արևելյան Հայաստանի Հանրապետության իշխանությունը ինչ է մտածում այդ հարցում, ես չեմ կարող իրանց փոխարեն պատասխանել, բայց Արևմտյան Հայաստանը ունի կառավարություն, ունի պետության իշխանության գլուխ, ունի նախագահ, ունի վարչապետ։ Ովքեր են, ասեք։ Մեր Արևմտյան Հայաստանի պաշտպանության ուժերի կառավարության վարչապետը Տիգրան Փաշապետյանն է։ Եվ մեծ ծավալուն գործեր են անում Արևմտյան Հայաստանի որոշ մասեր, որոնք որ մնացել են Իսկ արդյոք կարողանում եք գնալ Արևմտյան Հայաստան, այնտեղ որևէ գործունեություն ծավալել, թեկուզ օրինակ ժառանգորդների գույքը, որ մնացել է, տները, որ մնացել են, դրանք հնարավոր է գույքագրել եւ արդյոք կան դրանց վերաբերյալ տեղեկություններ։ Կգա մի օր հարգելիս, երբ որ կհաստատվի արդեն, ի պաշտոնե կհաստատվի Արևմտյան Հայաստանի կառավարությունը, որ պետք է գնանք, դեր կանգնենք մեր հողերին, այն ժամանակ իմ պապերի տունն էլ, բոլորիս պապերի, որովհետև եթե մի քիչ դուք էլ խորանաք, ձեր ծագումնաբանությունն էլ է այնտեղից։ Եվ բոլորս էլ կդառնանք այն հողերի իրական տերերը, որ ժամանակավոր մեզանից զատ է։ Դուք նշեցիք, որ Կարսից եք եղել։ Ես Ալաշկերտի։ Ալաշկերտից ինչ կարող եք պատմել Ալաշկերտում ունեցած ձեր։ Ալաշկերտը շատ գեղեցիկ տեղ է։ Ու ալաշկերտիները մշեցիկ են։ Մշեցիկ շատ թասիբով անձնավորություն են։ Մշեցին իր թասիբի համար անգամ ես չգիտեմ էլի թասիբ հասկացողություն հիմա այստեղ բոլորը գիտեն թե չէ մշեցիկ կհասկանան ինչ կարգավիճակում են եղել ու ինչ են արել միջև վերջի շունչը իմ պապը մեծ պապս պայքարել է այդ հողի համար միջև վերջ Տիգրան պապս ֆեդայի է եղել մնացել է իր հողում միջև վերջ ու այնտեղ էլ զոհվել է հերոսի համար ժամանակատարում հետ է կռվել Իրանք ջոկատներով են եղել, ջոկատ են եղել, հենց խաստուրի ջոկատ է եղել, որում որ մասնակցել է իմ պապս, Տիգրան պապս, ես շատ հպարտ եմ։ Որտեղ եք կռվել, տեսնում ենք, որ կոչում ունեք։ Ես 90-ական թվականներից եմ, 18 տարեկանից մասնակցել եմ պատերազմին, մինչև այսօր, դեռ հենց մեր պատերազմը